տղամարդը, ինչ տղամարդ որ կնիկ չզարգի։ Մարդկակսեմ շայունի մատնեկա շաչունի, տղամարդը պիտի մի հատ էլ զարգի։ Կատնառատի ընտանեկան հարաբերությունների կին տղամարդ կապի ամենահամառ ու ամենապահպանողական տեսաբան 90-ամյա Կիման է, որի տեսությունը պարզ է կամենկագետից վերցրած ջրի պես, այն է եթե տղամարդը կնիկ չի ծեծել, զոքան չի հայոյել, չի խմել կռիվ սարքել, ուրեմն ամենաքիչը տղամարդկությունից հեռու է։ Արդեն քանի տասնամյակ տատի կողքին է Վանուշը, աշխատասեր խելոք մի մարդ, բայց արի ուտես, որ ամբողջ կյանքում Կիմայի վրա անգամ ձայնը չի բարձրացրել։ Մի կատնառատ, մի Կիմա, գլխով հազար մի փորձանք եկած, բայց բեծ ու կրակ ասող խոսող տատ, որ որտեղ կանգնում ասում է, թե լեզվից մտիկ մի տվեք։ Իրեն ուզելով պապը Վանուշը բախտի մեջ է ընկել։ Ինքը չլիներ հայ պապը վաղուց էր են աշխարհ գնացել։ Տատը չի թողել, որ Վանուշը փողի խուշն ու գինն իմանա, բայց վաճառվող ամենաթանկ շոկոլադն է կերել, ամենաթարմ միսը։ Բա ոնց Կիման պապին աչքի լույսի պես է պահում։ Բախտը բերեց որ եղավ, այնպես թարլանկանիկ բերեց, բայց խաթարը չի մացավ։ Թարլան ընդից մի հերացի։ Դա մեր եմ դալ։ Ճիշտ է ասում պապի։ Ադե։ Ես սուտ բար խոսալ չունիմ, տեկերգին եմ ունիմ, շատ սուտ խոսան է, բայց ես ճիշտ խոսող կնիքիմ։ Էնի բանա։ Իմ պարտայի կոչով գալած կնիքիմ ես։ Իրան փող չեմ բայր, սա փողն իմ ձեռն է, արևտուրն էլ իմ ձեռն է, ամեն ինչ էլ իմ ձեռն է։ Այսօր մերեք, ապրեք, այնպես։ Եթե մարդը բդի փող բայ ու անդի հանեման է տա, բայց անդի պետք է, թոզորակը տեղից կանիմ։ Այն փողը սաղ իմ ձեռն է։ Եթե ես փողը տվեցի պապին գնա խանութը ապրանք բերե, չէ, սաղ իմ ձեռն է։ Գնամ առնի մեր, բերի մեր, ավտոներ գալմեցը խորչեր edin կանım։ Տադի արի, էգելին, գահան։ Ալավերդիս է։ Էգել է, ծանոտ մարդ է։ Արյա, քեզ համար նուր եմ բերել տադի։ Մի խոսքով Կիմայի սառնարանը պայթում է պապի համար գնած համեղ ուտելիքներից, ով չի տեսնում Վանուշի նկատմամբ իր համակ ուշադրությունը թող կուրանա ասում է, ամբողջ կատնառատում տատի նման երկրորդը չկա համոզված է Վանուշը, տատն էլ ավելի է մեծացնում շրջագիծն ու նշում իր նմանը ամբողջ ռայոնում չկա, այնպես որ Վանուշը երկու ոտքով բախտի մեջ է ընկել, երբ երեխան գրքին մի անգամ արդեն ամուսնացած Կիմային կնության է առել, առաջին անգամ 19 տարեկանում Վրաստանում մեծ հարսանիքով է ամուսնացել Կիման ու աղջիկ երեխա գրկելուց հետո մենակ մնացել։ Հասնիկով բանով տարան։ Ալաբախտիկ տարան, իսկ երեխան եղավ ու աղջիկ երեխան եղավ, ինքը թողեց գնաց Ռուսաստան ու էլ չեկավ։ Ես էլ աղբերս եկավ մերս, անդի վերցրեցին, բերեցին հերանցս տունը։ Բայց մի անգամ կարգված հետնել երեխա ունենալը չխանգարեց, որ Կիման նորից բախտը փորձի, այս անգամ կատնառացի Վանուշի հետ, բայց տատը միամիտ չէ, շատ արագ պարզեց, որ Վանուշն էլ մի անգամ արդեն ամուսնացած է եղել, իրենից էլ թաքցրել, մի խոսքով քվիթ եղան։ Ես ոնքելեգան հերս չեր տալım, այնա զորով շարով, այնքան էլ խալխ էին բերել, որ բանում ուզեցին, առան եկան բերեցին։ Դաստակալ ցուրտ տեղ։ Տաք ու ծովափնյա Օչամչիրից, Սիրուն քաղաքից ու ծովափից ամենտեղից եկող տուրիստներից մանդարինի ու նարինջի այգիներից հետո ցուրտ կատնառատում դժվար էր հարմարվելը, մանավանդ որ մի տուն լիքը տեքրակնանիք ուներ ու այդքան էլ հաշտ չէին իրար հետ։ Ահա այս պայմաններում բայց 6 երեխա բերեց, ոտքը պնդացրեց ու մնաց։ Հետո էլ կոլխոզի նախագահի աղջիկ էր, լավ ապրած, լավ կյանք տեսած ու դժվար էր Կիմայի հետ ոտ մեկնել։ Կիման չլիներ, վայ թե Վանուշը դեռ բանտում նստած լիներ։ Խեղճ ու միամիտ պապին կոլխոզի անասունները կորցնելու համար դատեցին, գողացել տարել էին սահմանից այն կողմ Վրաստան։ Պապը գուցեև փտեր բանտում սովետական համայնքային սեփականությունը կորցնելու համար, բայց Կիմայի անսովոր ճարտար լեզուն ու աշխատասեր ձեռքերն օգնեցին, որ պապն ազատվի։ Հիմա որ առիթը գալիս է, Կիման խեղճ պապի երեսով է տալիս։ Կովերը տարան 14 կով տվեցի, բանեցի սովետի վատարանի եկտարի տանեցի։ Հիմա ամպոհայմա ես ամպուդ եմ եղել։ Ընգերը ճամպու դրեց մալը իրան բազագը մարաղ էր, խմտուտ եմ պարգել կնել եմ, գիշերով ճամպու դրեց իմ մալը։ Կողերը գողացան։ Իմ 17 հատ մալը տարան պետական ցուցի։ Ու եկան էլ ջարմի տակ ընկա ես։
Վանուշի բախտն իրոք Կիմայի հարցում բերել է, պապն էլ մինչև Կիման կին է ունեցել, չբեր, բայց Վանուշն էլ մանկուց երազել էր բարուր գրկել ու դրա բացակայությունից տանջվում էր, գյուղացիների թեք հայացքներից փախչում, աղջի ասում էր վեր կածարի տանեն բժշկի, գուցե մի ճարելի, բայց նա էլ մի կողահաս տանտեր դուրս եկավ, չէ ու չէ, բժիշկը տղամարդ է, ես էլ նրա մոտ հանվիլ չեմ, դիմացավ համեստ Վանուշն ու մի օր էլ գործը մի կողմ կտրեց, դուրս արավ նախկին համար կնոջն ու տուն բերեց հրեղեն Կիմային, Կիման էլ համ լեզվում էր ղոչաղ, համ տան գործերում, համ էլ երեխա բերելում, երեխայի բարուր գրկելու կարոտ Վանուշին 7 երեխա պարգևեց, բոլորն էլ տատմերով, բայց թե չարաճ կար, թե նախանձաճկ, երկուսը չապրեցին։ Հիվանդանոցի դուրն էլ չեմ գնացել, 7 հատ չնդրիկ բերի, տղեմ աղջիկը մերել էին, 3 հատ տղա ունիմ, 2 հատ էլ աղջիկ ունիմ, առանց բժշկի, տատմեր ունեցել եմ, հիվանդանոց էլ չեմ գնացել, այս վերջի տղես որ հիմիկա 40 տարեկան բերել իմ իրան։ Այդ մի երեխա բերելով ընկավ հիվանդանոց Կիման, այն էլ բան չէր մնացել առանց երեխու էր տուն դառնալու։ Շարմաղ կապուտա չէ իր տղա երեխային բժիշկները մաղարիչով խոստացել էին 7 աղջկատեր մի ընտանիքի, իրեն էլ մտադիր էին նրա աղջիկներից բաժին հանել, բայց Կիման քնած չէր, ոչ էլ միամիտ, երբ արդեն բանը բանից անցնելու էր երեխա ծախող բուժքրոջն այնպիսի մի շանտուր տվեց, որ սա շփոթվեց։ Տարան երեխան էլ փոխեցին, աղջիկ երեխա բերեցին տվին ընդի, որ բդի դու կուրս կտաս, ասի չէ, ես իմ երեխան չէ, դու ոնց ես աբացուտում այդման կումազել պես երկար բժշկու էր, բերել երեխան կուրս կտոր, ասի չեմ տալım, ես իմ երեխան չի, դու ոնց ես աբացուտում, որ գլխավոր բժիշկները սանիտար սաղ եկան, տադի ոնց ես դու մեր աղջիկան, մեր քուրին ծեդել, ասի լավ իմ երեխան ես չի, ես կաբուտ աչքը պլբլան, ասի ես այսպես երեխա չեմ ունեցել, տարեք եսիկ Քեզի դադի կտամ, դադի տվեք, եթե արունը վերցել եք ընդիցում երեխից, եթե իմ երեխան չեղավ, ես կամավոր կեսամ կանցնվին։ Տարանս ու գեցին բերես ինձ շու դերա երեխետ առ ու փախի։ Փող եմ մարդուս 7-8 երեխա տղա աղջիկ ուներ, տարել են տղեն տվել են, աղջիկ բերել տվել են ինձ։ Ասի տարեք եսիկ, ասած հիմի մոտոս էլենա 100 քանի հազար մոտոս փող կար։ Գնացի մաշին եմ վերցրի Եկա երեխեն բալուներ ինչ կանելով շոր էի տարել, եղած է սախլ է թողի ընդեղ, պալտոն ու եղած, ամեն ինչ թողի ընդեղ ու եկա, ոչ գնացի, ոչ էլ վերուցի։ Եթե շուրտելի չեղնեի, իմ երեխեն կդայնելով, իմ էլենա փողը, գումար փող էր վերցուց։ Գլխավոր բժիշկն եկա, մնդեսում էի, քեզի նստասնին կը, ասի բժիշկ, եթե ես անպետքություն մենը ծեդելի միրան, շատ լավ, բդի մորթատ եղնել, որ տեսա, որ արունը մեր թրետին քնեն էտի, ասեց, դու բդի իրան մորթատ, ու իրան սետ խալատը թանե ու շուտ, երկու ամիս էլ դու ռոջիկ չես ստատ, են ռոջիկն էլ չես ստանա, տադին ճիշտ է։ Այսպես տատի գլխով հազար ու մի բան է անցել, բայց Կիման նույն ճարպիկն է, իսկ ջահել ժամանակ ճարպության հետ նաև գեղեցկություններ, բարակ-մարակ, բոյ բուսաթով իսկական գեղեցկուհի, բայց պապը խոստովանում է ոչ թե գեղեցկությանն է նայել, այլ աշխատասիրությանը։ Դու սիրուն է ամոծել հերիկուսուր բարգից ծունդ է ասիտակ, ինչ, ասա գործենի, բանենի։ Մեր 5 քուրին կեղել, 5 էլ ենալ կավաներ աղջիկներին կեղել, որ են ինդանին են օգլուտուն չեցան, որ բետամաղեղն ունեցին ես ինչ ղծանողի աղջիկ է։ Մերս 93 տարի աբրավ ու մերավ, որ ինչեղ մերումն էի, սաղ, Վրաստանի խալխին կերագրում էր, դուննոր գալում էր, սաղին բերում էր, կերցնում էր, խմցնում էր, շապատներով, ամիսներով մնում էին հերանցս տունը, հերս թնդիրը վարել էր տալում, մորս, ոչխարը կերցում էր, կողում էր մեջնով, տղեկը ուտին, ժողովորդը ուտին։ Արի ուտես իրեն հանդիպած հարսը ճիշտ հակառակը մատը մատին տվող չէր, իսկը անբան հուրի դժգոհում է տատը։ Նահատն բերել ենք պետ, ոչ մի բանեն էլ չգիտեր, ոչ մի բանեն էլ չգիտեր։ Տագի շորեն են, ես 90 տարեկան կնիգիմ, ես էլ լվան։ Երկու երեխա ունեցամ, առավ երեխեք գնա, դու անդի պետք չից։ Եթե դու բանեն էլ չգիտես, բերին մենք ես ինչի պային։ Ես եկել իմ այստեղ, տեքերգաղ տեխնել իմ գործերել, կիսուրի տեխնել իմ գործերել, կեսերել տեխնել ու իրանց տեխնել։ Պայեմա բդեղնի, որ երոր ուտուն գնում ես, որ բանեն էլ չգիտես, որ երողնին կպայի, ոչ մեկ էլ։
Կիման գյուղում մատով ցույց տվովի է ամեն բանում, օրինակ 90 տարեկանում լինում է եւ ոտքով է քաղաք տաշիր գնում, առևտուր անում, գալիս, հաշվի գնալ գալը մի 40 կիլոմետր։ Դրանից հետո էլ դեռ տուն է մաքրում, ճաշ եփում ու գյուղի հովիվ տղայի հետևից ճաշ տանում օգնում, որ 300 գլուխ անասունը գյուղ բերի։ Իմի հասագին որ գնում եմ, առնում եմ, բերում եմ։ Սա մայլից մերում նոր ես գնում եմ առևտուր մեն, ես հասագի կնիկ գնում եմ առևտուր։ Այնտեղ սա ժողովուրդը զարմանում ինձ, մինչև ինչ պարապ կնիկ եկել առևտուր ենեմ։ Տունը մաչում, այսօր ինչ տանին։ Այնտեղ էլ մալի յետև 300 գլուխ մալի յետև են, ինչ տան։ Տատն ամբողջ կյանքում կտվորուհի է աշխատել, սովխոզի կովերից բացի 30 սեփական կով է գտել, մեծ չարչարանքով տուն տեղ ստեղծել, այսքանի հետ էլ շնորհքով կարգով ապրել, ասել կուզի նամուս ու ադատ պահել, ոչ թե հիմիկվա նման շարունակում է տատը։ Հիմի արդեն շնորհք չկա, այո չկա, առաջվա ադատը ուրիշ էր, երկար բջակնից, ոչ տեսի թե թակնից որ ամոթ եղնի։ Կեսրայ ոտնել լվա աղունգը կտրե, ամեն ինչերա, իրան հակուկաբը հարտուգե հակտրա, կապտրա։ Հարի կեսերը չքներ, հարսը իրավունք չունենք քնենք։ Էդեն ծովրենք նեղե։ Հարսը պտի չքներ։ Չէ, հարի Բայց կեսը։ մնայինք հարու միջով մարդ կնենք կեսուրսու կեսերս քնել նոր մենք ես այն քնենք։ Տաներ չտաներ, բդի մնայիր։ Աղի պե չեն ամաճում, տագրոր հելնում են բեմ, իսկ տաղեկը կայծում, շալվարով, ամեն իչով Դու հիմի հելնում են։ կեսերին էլ հաշվի չեն առնում։ Ուսում կեսերը հով է։ Ես իմ խոդը առաջ գնամ, կեսերը հով է, կիսուրը հով է։ Փարենկա, ադել մե պորտման դավայ գնաց բռալու։ Օրագալը քսվում մադները ներգամ, ունքերը ներգամ, մադերը ներգամ։ Արդ էման բան մեր մոդը գոյություն չունեցի։ Հիմա չիր չապլաղ տաղեկը կայծումով հելնում են բեմի, աղջիկները չիր չապլաղ են հելում։ Հիմա խոսար կեսերը հետ չէին խոսում։ Մենք որ բան ենք եմ տղամարդկան ջայել մարդիկը ասում են ես մենք ձեռներս այսին չինադաթով եկնում ես աղջիկը այ ապրի ես աղջիկը որ սաղ տղամարդիկ մենք հասակով նստած ձեռներ են սաղին գնում են աչքեր մնացին մենակ աչքերում քիթներ եմ թե բանալ կամ ոտ բանալ կամ դոշ բանալ կամ պորտ բանալ էման բան գոյություն չունի շնորհքը ուրիշ բան էր։ Ադատ չպահող ու անբանջահելներից ինչքան խոսի չի հատնի, բայց տատը դեռ 1000 ու մի անելիք ունի։ Օրվա մեջ չնայած անձրևին ու արևին երկու անգամ առավոտյան ու կեսօրին սար է բարձրանում անասունների հետևից։ Էլ սար, էլ ձոր, էլ քարապ, էլ տեղ չմնաց։ Ձունն եկել է, անդրեմն եկել է, կարկուզն եկել է, տատիկին վրեն եկել։ Բայց առողջ ես։ Առողջ եմ։ Անձի բժշկում որ իշքան կարած քել է չպարգի, որ պարգար կմերնի։ Ես ոնց որ պրատեզել չեղնի, գնում եմ։ Մի հատ ավտոյել գալում եմ, չի վերցնում, որ միջով հարի գրանից այդ բանենում, կռուգը ելնում, չեն տանում։ Տատի աշխատասիրությունն անգնահատական չի մնում նաև պապի կողմից։ Վանուշ պապը հաճախ է գովաբանում տատին։ Հիմա գոմիտանիքը կաթում է, նորոգում է ձեռնարկել տատը քաղաքից տաքսիով շինանյութ է բերում, ինքն էլ շինարարությանն օգնում։ Տամարտու ծախողն է կնիգնա, բանցսնոն է կնիգը։ Մեր Թումանյանը սուչիկը, որ չլիներ կինն ու կինին, ով կհաղթեր կաչտատուրի, կնիգը խապվամ նադիշային։ Ասեն ինչ դար կյանքիմ տեսել որ սիրում մնամ։ Սիրում նուսում։ Անգրնեսը լավ չի լսեմ, աչքս էլ Այմա դելը լավ է, զերկա։ Ինչ ենիմ, էլ ենքան մալի ետև են գնում իմ, այմ իմ մեսպես այ ենտեղ եմ մալը, իմ տղին բորում իմ որսում, իմ տղես չկա, ինչ եղավ, գնում իմ որ արդեն մալի հետևից նոր է գալում, շատ դժվար է, շատ, աշխատանքը շատ դժվար է։ Չաշխատեցիր համարը, ասա ինչն է բաճարը։ Հիմա էլ մի լավ կաթնակերաղջիկ է իր տղայի համար ման գալիս կիման ամուսնացած բաժանված էլ լինի, ոչինչ, միայն թե անող դնող լինի։ Երազում է իր նման մի պեցի կտոր գտնի, որ տանը կառավարի չլինի, թե չէ, Վանուշ պապից հույս չկա, տղան էլ առավոտ ծեքից մինչև ուշ գիշեր հանդում է, տունը կառավարել իրեն փոխարինող պիտի պատրաստել։ Իմ տղան մինոստր, իմ տղան չոբան է, 300 գլուխ մալ տան մարդսնում է։ Մինոստր չի, մինոստերներ էլ էլի չոբանության փողնին առնում ուտում են։ Ոչ թե այնա նստիմ գայիչ սդից գայիմ, պարեն առում չէ։
Թեև համատեղ կյանքի 60 տարիները միակնթարթի նման սահել են, բայց ոչինչ չի փոխվել։ Վանուշը դեռ էլի ու էլի Կիմայի համար երգում է, իր ձայնով լցնում տան պատերը, այգին ու հոգին։ Կիման էլ ինչպես միշտ մի թաց մածունով միաման տոլմայով դիմավորում է անկողնուց վերկացած Վանուշին։ Սովորական օրեր են, սովորական կյանք, որ անցնում է իրար կողքի, իրար հետ ու միշտ անբաժան։ Կամենկա ձորագետն էլ իրան խռով վաշվիչն է անում գյուղի եզրին, թաց լեռներից էլ մեկ էլ տեսար անսպասելի մի ամսահեց ու հորդառատ անձրև տեղաց։ Սա կատնառատն է, այստեղ լորին ավարտվում է եւ մի քիչ էլ առաջ գնաս Ամասիայի էլ ավելի ցրտաշունչ Աշոցքն է։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Կատնառատից անկյուն գումարեց 3 հեռուստաընկերության համար։